Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Վերդիկտով խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Լրացուցիչ դատալսումներ են նշանակվել սեպտեմբերի 29-ին, որտեղ որոշվելու է պատժաչափը։ Աջապահյանը մեղադրվում է պետական հեղաշրջման կոչեր հնչեցնելու մեջ։ Սեպտեմբերի 23-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանի Սայաթնովա փողոցում կայանված ավտոտնակի մեջ դիկա ոստիկանները Fiat Magnishi ավտոտնակում հայտնաբերել են Գերմանիայի քաղաքացու։ Սեպտեմբերի 24-ին տեղեկություններ են ստացվել, որ նորաբաց գյուղի տներից մեկում, որտեղ օտարերկրացիներ են բնակվում, գողություն է տեղի ունեցել։ Պարզվել է, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում 4 հոգի այցելել են նորաբաց գյուղի Երևանյան 3-րդ ներբանցքի տներից մեկը, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են Չինաստանի քաղաքացիներ, թակել են դուռը, երբ նրանք բացել են, այդ անձինք հրել են նրանց, ներս մտել, նրանց փակել մեկ այլ սենյակում, իսկ սենյակներից մեկից գողացել նջասենյակում պահվող 40,000 $, ապա դիմել փախուստի։ Սեպտեմբերի 21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում դանակահարություն է տեղի ունեցել, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ այդ օրը Արտաշիսյան փողոցի 73 շենքի հարակից տարածքում Անդրանիկին դանակահարել է Երևանի բնակիչ 21-ամյա Արմենը։ Վերջինս հայտնաբերվել է։ Սեպտեմբերի 23-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցում գտնվող Լեման հանդիսությունների համալիրում կռիվ է եղել։ Պարզվել է, որ ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Սարգիսը եւ 31-ամյա Հարությունը, նաեւ արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը։ Տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը հափշտակել է մի աղջկա բջջային հեռախոս ու անձնական իրերը։ Գյուղի Հախնազարյան փողոցում 27-ամյա երիտասարդը ինչ-որ նյութ է փչել 20-ամյա տուժողի աչքերին, ապա հափշտակելով նրա բջջային հեռախոսը բանկային քարտի հետ միասին եւ պայուսակը, որի մեջ փող եւ անձնական իրեր է եղել, Honda Magnishi մեքենայով դիմել է փախուստի։ Սեպտեմբերի 22-ին նա հայտնաբերվել է։ Բարեկները սեպտեմբերի 21-ին Խաղաղդոնի փողոցում ձերբակալել ու Chevrolet Magnishi մեքենայով հանդերձ ոստիկանություն են տեղափոխել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ 43-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ հայտնաբերվել է 7 գրամից ավելի քաշով տեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային տոպրակ ու փայլատի տեղյա 3 փաթեթ ընդհանուր 40 գրամից ավելի մարիխուանայի զանգվածով։ Սեպտեմբերի 22-ին քաղաքացին ահազանգել է, որ Չարենցավան քաղաքի սերվիսի խաչմերուկի մոտ թողել է զենգզինամթերք, հայտնաբերվել է նռնականետ, մակարովատրճանակ, առանց պայթուցիչի 3 նռնակ, տարատեսակ 112 փամփուշտ եւ այլն։ Ման Magnishi թիվ 74 երթուղին սպասարկող Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը Խաղաղդոնի փողոցում վրայերթի է ենթարկել հետիոտնին, վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։ Սեպտեմբերի 24-ին Արմավիր Երևան ավտոճանապարհին բախվել են Ford Transit եւ Mercedes Magnishi ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Իսակոպի պողոտայում Nissan Teana Magnishi ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթեսյանը, ապա հայտնվել կանաչ գազոնում, բախվելով նաեւ ծառերին, տուժածներ չկան։ Սեպտեմբերի 24-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդե փողոցում ավտոմեքենա է այրվում, հրշեջ-փրկարները մարել են։ Mercedes ավտոմեքենայում բռնկված հրդեհը, ինչի հետևանքով այրվել է շարժիչի հատվածը։ Սեպտեմբերի 18-ի գիշերը ժամը 3-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառայող Վայոց ձորի մարզի պարեկները 121-րդ կիլոմետրում կանգնեցրել են Mercedes Magnishi մի ավտոմեքենա, այն ենթարկելով արտաքին զննության։ Լապտերի լույսի տակ պարեկներն ավտոմեքենայի սրահում նկատել են պոլիէթիլենային պարկեր, որի պարունակության վերաբերյալ վարորդը տրամաբանական բացատրություն չի տվել ու դրսևորել է կասկածելի վարք։ Ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք եւ կնիկվել։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ինչպես նաև Վայոց ձորի մարզի քրեական ու Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տվյալներ ձեռք բերվեցին, որ պարկերում թմրամիջոց է։ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները զննեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Mercedes-ը, հայտնաբերելով մարիխուանայով 10 փաթեթ, ընդհանուր ավելի քան 10.5 կիլոգրամ քաշով։ Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորհաճն քաղաքի 42-ամյա մի բնակիչ համացանցի միջոցով ձեռք է բերում թմրամիջոցներ եւ դրանք տեղադրելով իրացնում Երևանի տարբեր թաղամասերի շենքերի մուտքերում։ Օպերատիվ տվյալներն իրացվեցին սեպտեմբերի 19-ին ժամը 13:30-ի սահմաններում Մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած օփելով հանդերձ տեղափոխվեց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի 1 եւ 7 գրամից ավելի ընդհանուր քաշով մեթամֆետամինի 6 փաթեթ։ Նա հայտնեց, որ կրիստալի 6 փաթեթը ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով տեղադրելով իրացնելու նպատակով։ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա վարած ավտոմեքենայում հայտնաբերվեց թափանցիկ եւ սպիտակ կպչուն ժապավեններով ավելի քան 15 գրամ ընդհանուր քաշով, մեթամֆետամինի 14 փաթեթ եւ այլն։ 42-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։